Եվ շատ գեղեցիկ առակ է տալի Հիսուսը Մատթեոս 18:21։ Այս շնորհքի առակն է։ Եվ տեսնում ենք, որ մի հատ ծառա է լինում, որ շատ մեծ պարտ կա ունենում։ Այնքան պարտ կա ունենում, որ գրված are ինքը չի կարողանում։ Եվ գիտեք, Հիսուսի ժամանակ հիմիկվա պես չէր պարտքը։ Այն ժամանակ, եթե մեկը պարտ կունենար ու չկարողանար տալ, ինք իրան վերցնում եւ գցում բանտ։ Ինքը դառնում էր ստրուկը պարտ տվողի։ Եվ նույնպես էլ իր ընտանիքը, հաճախ իր երեխաներին վաճառում էին այդ պարտքի պատճառով։ Գիտեք։ Եվ այստեղ գրված է այս պատմության մեջ, որ թագավորը ասում է, որ դուք հիմա պետքա ձեզ բանտարկեմ, քեզ եւ քո ընտանիքին։ Եվ ինչ անում այս մարդը։ Այս մարդը միանգամից խոնարհվում է, ծունգի է գալի թագավորի առջև, արտասվում է։ Գիտեք, առանց խոնարհության շնորհք չկա։ Տերը շնորհք է տալի նրանց, որ խոնարհվում են իր առջև։ Ինքը գալիս է խոնարհվում է, արտասվում է Տիրոջ առջև, Տեր ինձ ների, Տեր ինձ ների։ Եվ տեսնում եք, որ թագավորն իրան ներում է։ Եվ ասում է, այս մեծ պարտքը, որ ինձ պարտք է իր, ներում եմ, շնորհք եմ ցույց տալի քեզ, գնա։ Եվ այս անձնավորությունը գնում է, անմիջապես դուրս գալուց, տեսնում է մեկը, որ իրան ավելի չնչին քանակ գումար է իրան պարտքը։ Եվ փոխարեն որ ինքը նրան շնորհք ցույց տա, ինչ է անում։ Բռնում է վզից, ասում է, պիտի ինձի վճարես, հենց հիմա եմ ուզում։ Էլ ասում է, հիմա չունեմ, հետո կտամ, կփորձեմ քեզ տամ, կտամ։ Ասում է, ոչ, գցում է իրան բանտ։ Եվ օտար ծառաները տեսնելով գնում են թագավորի առջև եւ ասում են, որ անձնավորությունը, որ դու ներել ես, էս է իր պահվածքը։ Եվ տեսնում ենք թագավորը իր շնորհքը եւ ողորմությունը հետ է վերցնում։ Շատ սարսափելի բան է։ Հետ է վերցնում եւ ասում է, որ իրան վերցրեք եւ գցեք բանտ։ Ինչ որ լրիվ իր պարտքը տա։ Սիրելիս, թող որ այդպես չլինի մեր մոտ։ Թող որ ներենք։ Թող որ շնորհք ցույց տանք մարդկանց։ Ուզում ես, որ դու ներվես, սիրելիս, ներիր։ Ուզում ես Տիրոջ շնորհքը ստանաս, դու էլ շնորհք ցույց տուր օտարներին։